Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-ի անիմալիքի եթերում զրուցելու եմ Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-ի անիմալիքին։ Բարև ձեզ, պարոն Խզմալյան։ Ողջույն, պարոն Կիրակոսյան։ Պարոն Խզմալյան, Արարատ Միրզոյանը նախ հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կարող են սիմվոլիկ քայլեր լինել, իսկ հաջորդ օրը արդեն արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան որոշել են դյուրացնել վիզաների տրամադրումը դիվանագիտական, հատուկ եւ ծառայողական անձնագրեր կրողների համար։ ԱԳՆ-ի հայտարարությունում կարդում ենք 2026 թվականի հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական եւ հատուկ անձնագիր կրող անձին կարողանալու են էլեկտրոնային վիզա ստանալ անվճար։ Ինչպես եք դուք այս փոփոխությունը մեկնաբանում, արդյոք սա համարում եք այս երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց։ Մեր ազգաբնակչության 99 եւ 9 տոկոսը դիվանագիտական անձնագրեր չունի, ուստի դա մեր կյանքին որևէ կերպ չի առնչվում, իսկ այն ինչ կատարվում է ընդհանրապես հասկանալի է։ Ես դա բազմիցս նշել եմ, նաև ձեզ հետ հանդիպումներում Թուրքիան սիմվոլիկ անվանում է արդեն որոշված քայլը սահմանի բացումը, որը ներկայացվում է որպես պարգև, եւ դա պարգև է Նիկոլ Փաշինյանին իսկապես։ Ես կանխատեսում եմ, որ դա կլինի ապրիլի վերջին, կարծում եմ Էրդողանը եւ Փաշինյանը բավականաչափ ցինիզմ կունենան պայմանավորվելու մասին 24-ին ապրիլի բացել սահմանը, եւ դա եթե արտգործնախարար մնա Արարատ Միրզոյանը կամ մեկ այլ մեկը կնշի որպես մեծ հաջողություն քայլ առաջ, կարծես թե Հայաստանն է փակել սահմանը, կարծես թե աշխարհի ամենահին փակ սահմանը դա Թուրքիայի նախաձեռնությունը չէ, եւ կարծես թե դա թշնամական, պատերազմական քայլ չէ։ Իրականում դա հենց այդպես է, եւ իրենք պարզապես կատարում են միջազգային բոլոր իրավունքներով իրենց պարտքը սահմանը բաց պահել, որովհետև նրանք երբեք պատերազմական վիճակում չեն գտնվել։ Իրենք սահմանը փակում էին 93 թվականից որպես նախապայման, դա Արցախյան պատերազմի հետ էր կապված, առաջին պատերազմի, որում մենք հաղթեցինք, եւ կարծեմ Աղդամի անկումից հետո որոշվեց վերջնականապես փակել սահմանը, եթե ես չեմ սխալվում, դա կապված էր, դա 93 թիվն էր, եւ այն որ դա հիմա մեզ ներկայացվում է որպես առաջընթաց, մեղմ ասած տարօրինակ է։ Ինչու՞, որովհետեւ առաջընթաց Հայաստանի համար դա ոչ թե Թուրքիայի հետ հարաբերություններն են, բանն է, որ Հայաստանում հիմա գոյություն ունեն երկու հիմնական տեսլականներ։ Մեկը դա զարգացումն է հարաբերությունների ռուս-թուրքական դաշինքի հետ, չնայած որ այդ տեսլականի մեջ կան երկու տվացիալ հակառակ բևեռներ, իրականում դրանք տարբեր բևեռներ չեն։ Մի մասը նախկիններն այսպես կոչված անվանում են դա դավաճանություն Ռուսաստանի շահերի, որովհետև նրանք նշանակված են Ռուսաստանի կողմից, մյուս մասը ներկաները ավելացրեցին այդ ավանդական ցավոք սրտի կախվածություն նաև Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Դա Նիկոլ Փաշինյանի նորամուծությունն է հայոց քաղաքական պատմության մեջ, եւ նա դա ներկայացնում է որպես փրկություն։ Կա եւ երրորդ ուժը, երրորդ տեսլականը, դա եվրոպական Հայաստանի տեսլականն է, որի ջատագովն է ձեր խոնարհ ծառան։ Ես կարծում եմ, որ իրական անվտանգությունը կարող է Ես կարծում եմ, որ իրական առաջընթաց եւ անվտանգությունը լինելու է միայն եվրոպական Հայաստանում։ Դուք ասացիք ինձ չեն ընտրում, այո, ինձ ոչ միայն չեն ընտրում, ինձ ձեզնից բացի շատ քիչ եթերներ են առաջարկում, եթե հիշում եք, ձեր գործընկեր Պետրոս Ղազարյանը վերջին շաբաթներին հետևողականորեն հանրային հեռուստատեսությամբ խախտելով եւ երկրի օրենքները եւ ժուրնալիստիկայի էթիկայի կանոնները
ասում է, որ Խզմալյանին եւ եվրոպական կուսակցությանը չի կարելի հիշել, հիշատակել, հրավիրել եւ այլն եւ երբ նրան հարցրեցին, ես իմ էջի վրա տեսա մեկնաբանություններ, իսկ եթե ձեզ այդքան հուզում է դա, միգուցե դուք կանչեք Խզմալյանին եւ այդ հարցը տաք նրան եւ պակակցերում ավելացված էր, եթե Խազայինը չարգելի եւ Պետրոս Ղազարյանը ավելացրեց ի պատասխան Խազայինը արգելում է։ Պես որ ես Պետրոս Ղազարյանին հարցեր չունեմ, իսկ ով է նրա Խազայինը հասկանալի է բոլորիս։ Այսինքն հիմա քանի որ այս թեման բացեցիք, բացահայտ է արդեն այն, որ կառավարական շենքերից կառավարվում է ՀՄԵԿ-ի քաղաքական հաղորդման հյուրերի ով գնալ չգնալը։ Նախկինում դա կար հայտներ ցուցակ, բայց չեմ կարծում երկրի ղեկավարի կողմից։ Հիմա այսինքն երկրի ղեկավարի կողմից է արվում։ Այդպես է փաստորեն վկայել Պետրոս Ղազարյանը, որովհետև նա ուներ երկու տեր, մեկը դա Գագիկ Ծառուկյանն էր, բայց դա նրա կենտրոնի 15 տարվա աշխատանքի ընթացքում էր եւ չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանն է հիմա որոշում թե ում կանչել ՀՄԵԿ։ Ըստ երևույթի դա նախկին լրագրող Նիկոլ Վովայևիչ Փաշինյանի որոշումն է եւ կրկնում եմ դա ապօրինի է եւ ես կհասնեմ այդ տեղեկությունները եվրոպական եւ միջազգային կազմակերպություններին, որոնք սրտատրոփ հաշվում են թե ով քանի անգամ որտեղ երևաց, որովհետեւ դրանից ըստ իրենց կախված է ընտրությունների թափանցիկությունը։ Մենք արդեն շատ լավ հասկանում ենք, որ ընտրությունները դա հատուկ օպերացիա է, Պուտինի հատուկ օպերացիա է պես, բայց տեղեկատվական դաշտում նաեւ։ Պարոն Խզմալյան, պարզապես ձեր համար տխուր նորություն կա, Եվրոպան այլևս նախկինի նման ծպտուն չի հանում իշխանությունների, գործողությունների, վարած քաղաքականության հետ կապված, ինչպես տեսնում ենք նախկինում, երբ մի ընդդիմադիրի, մի ակտիվիստի ասում էին աչքիդ վերևը ունք կա եվրոպական կառույցներից հայտարարությունների շարք էր գալիս, դեսպանները հելնում գնում էին այդ մարդու մոտ, հիմա մենք բացարձակ տեսնում ենք, որ քար լռություն է մարդկանց բաղնիքներից հրապարակած տեսանյութերի վերաբերյալ, մարդկանց փաստաբանին ասֆալտին ծեպելով բերման ենթարկելու հետ կապված դեպքերը շատ են, հերթով չթվարկեմ, միջև անգամ Եվրոպան օքեյ է նրա հետ, որ երկրի ղեկավարը պատրաստվում էր իր սեռական օրգանը ցույց տալ կաթողիկոսին։ Եվրոպան միջև այդտեղ լուր է, այսինքն դուք կարծում եք, որ դուք որ ասեք ձեզ ՀՄԵԿ չեն կանչել, պետք է դրանից իրենք վրդովմունք ապրեն։ Ես կարծում եմ հիմա հաստահավաք ժամանակաշրջան է եւ ես իմ ուժերի շրջանակում մասնակցում եմ այդ հաստահավաքին եւ ես վաղուց եմ պնդում արդեն մոտ կես տարի է, որ Հայաստանն իրականում գնում է վրացական ճանապարհով, Փաշինյանը կրկնում է Սաակաշվիլի ճանապարհը, հատուկ դա ասում են եվրոպացիների համար, որտեղ իրենց համար դա շատ հասկանալի է։ Եվ այն լրությունը, որը դուք նկատել եք, դա իրականում ոչ մի լավ բան չի խոստանում ոչ թե Փաշինյանին, այլ Հայաստանին, որովհետև Եվրոպայում կա գիտակցում նրա, որ Հայաստանը կեղծում է եւ չի գնում Եվրոպա, այդ մասին շատ քիչ անկեղծ ասել էր Կայա Կալասը, որպես առիթ օգտագործելով Հայաստանի հերթական ՄԱԿ-ի Ուկրաինայի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ քննարկությունը ի օգուտ Ռուսաստանի եւ այն ժամանակ ասվել էր, որ Եվրոպա գնացող երկրից մենք ակնկալում ենք արժեքների համապատասխանություն, իրենք չեն տեսնում դա եւ պարզապես չեն ցանկանում սրել իրավիճակը Հայաստանում, հասկանալով, որ Ռուսաստանը առանձնայնել ունի այստեղ կատարյալ վերահսկողություն եւ եթե Եվրոպան հիմա նժարի վրա եւս մի քանի քարկցի, մենք պարզապես կգլորվենք անդունդը։ Դա ոչ միայն Հայաստանին է վերաբերում, դա վերաբերում է ողջ տարածաշրջանին, եւ Վրաստանին, եւ Ուկրաինային, այդպես որ այդ զգուշավորությունը գալիս է նրանից, որ մեր աչքի առաջ փոխվում է աշխարհաքաղաքական հիմնական քարտեզը եւ որտեղ է լինելու այդ քարտեզի փոփոխությունից հետո Հայաստանը
Եվրոպան այս պահին վստահ չէ։ Ես վստահ եմ, որ Փաշինյանի օրոք Հայաստանը Եվրոպա չի մտնելու, եթե իհարկե ուկրաինական հաղթանակը չգա, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ։ Պարոն Խզմայյան, կներեք, այլ թեմաների անդրադառնանք, քանի որ ժամանակի Այո։ սղության հարց կա։ Արարատ Միրզոյանը երեք հանրայինի եթերում որ տարբեր թեմաներից էր խոսում, անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը եւ արտաքին գերատեսչության ղեկավարը նշում է, որ կան հարցեր, որոնց շուրջ դեռ Երևանն ու Բաքուն համաձայնության չեն եկել։ Մեկնաբանում է սահմանադրության դրվագը, ասում է, այո, մենք չունենք երկկողմ այնպիսի երկու կողմից ընդունված եւ դրա վրա աշխատող օրակարգ, նկատի ունեմ սահմանադրության հարցը, իրենց կողմից բարձրացվող, իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք ունենք մերը եւ դեռևս այստեղ համաձայնություն չունենք։ Ես ասացի, որ մենք բազմաթիվ հարցեր լուծել ենք, բազմաթիվ բաներ արվում են եւ կան կարևոր հարցեր, որտեղ դեռ չունենք փոխըմբռնում եւ համաձայնություն։ Եթե սահմանադրությունը լիներ, կասեր հարց կամ սահմանադրության հետ կապված ասեց, որ կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել, բայց երբ որ ասում է կան հարցեր, որոնց շուրջ դեռ չկա երկու կողմից էլ այսպես ընդհանուր մոտեցում, սա նշանակում է, որ բացի սահմանադրությունը նաև այլ հարցեր կան օրակարգում, Այո, ինչը կարող է լինել։ Այդ հարցի պատասխանը տալիս են ադրբեջանցիները, եթե դուք ուսումնասիրեք ադրբեջանական մամուլը, նրանց քաղաքագիտական շրջանակների վերլուծությունները, դուք կստանաք այդ հարցի պատասխանը։ Բանն այն է, որ Արարատ Միրզոյանի կամ Փաշինյանի այս օրերի հնչող երբեմն անպագորգոր եւ մարտատենչ հայտարարությունները ոչ այլ ինչ է, քան նախընտրական մարտավարություն, իրականում հիմնական հարցերը համաձայնեցված են եւ պարզապես խնդիրն այն է, որ Փաշինյանը որոշ հարցեր խնդրել է չբարձրացնել ընտրությունից առաջ։ Դա սահմանադրության փոփոխության հարց է, դա անկլավների հանձնման հարց է, բայց որքան կարելի է դատել, հիմնականում Հայաստանը անվինս Փաշինյանը եւ ԿՊ-ի այդ հարցերը արդեն համաձայնեցրել է եւ խոսքը գնում է միայն ժամկետների մասին։ Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանը այնտեղ անզսպություն է, ինչպես նաեւ Ռուսաստանում հնչում եւ թե բոլորը ամեն ինչ հասկանում են, բայց երբեմն մտրակելու, ապտակելու համար եւս մեկ անգամ նվաստացնելու համար իշխանություններին Հայաստանի եւ հայ ժողովրդին իրենք չեն կարող այդ գայթակղությանը դիմանալ եւ նորից են բարձրացնում այդ հարցերը Արարատ Միրզոյանը կամ Մհեր Գրիգորյանը կամ Նիկոլ Փաշինյանն անձամբ գնում ու հանգստացնում են ու խնդրում են ժամանակ տալ։ Ահա ինչու անչափ կարևոր է, որ ոչ մի դեպքում ԿՊ-ն չկարողանա կազմել բացարձակ մեծամասնություն ազգային ժողովում 26 թվականին, որպեսզի չկատարի այն կործանարար Հայաստանի համար սահմանադրական փոփոխությունները, որոնք պահանջում է Ադրբեջանը եւ որի համաձայնությունը Փաշինյանը փաստորեն արդեն տվել է եւ նա նախապատրաստել է այդ ամենը։ Որն են դրանք։ Դա սահմանադրության փոփոխությունն է, որպեսզի այնտեղից դուրս գա ընդհանրապես Արցախի, Լեռնային Ղարաբաղի որևէ հիշատակում կամ ազգային արժանապատվությանը, ազգային ազատագրական պայքարին որևէ հողում, որ այնտեղից դուրս գա ցեղասպանության խնդիրը եւ փաստորեն Փաշինյանն արել է դա, օրինակ հայտնի է, որ միջազգային պատվիրակությունների այցելություններին հայկական կառավարությունը իշխանությունները այլևս չեն մասնակցում, դրանով խրախուսում են չգնալ, փակել այդ հարցը։ Հաջորդ հարցերն են անկլավները, որոնց հանձնումը արդեն փաստորեն նախապատրաստված է եւ դա է պատճառը, որ Փաշինյանը հանկարծ հիշեց Արցվաշենը, նա ասում է Արցվաշեն, որ չասի ոսկեպար եւ Տիգրանաշեն։ Հաջորդ հարցն է եկեղեցին եւ ես չէ որ ձեզ պետք է պատմեմ, դուք բոլորից լավ եք պատկերացնում ինչ միջոցներով է քանդվում եկեղեցին, որում դա կաթողիկոսի դեմ պայքար չէ, թե չէր պատրաստվի հողերի կլանման օրենսդրությունը եւ այլ փոփոխություններ օրենսդրության մեջ, որոնք ուղղված են իհարկե ոչ թե
կաթողիկոս Գարեգին II-ի, այլ ամբողջությամբ հայ առաքելական եկեղեցու դեմ։ Հաջորդ հարցը դա Սփյուռքի հետ հարաբերություններն են եւ այդ ամենը մենք տեսնում ենք Թուրքիա եւ հատկապես Ադրբեջանի օրեցօր հնչող պահանջների շարքում։ Հայաստանը այստեղ խուսափում է մեկնաբանել դա կամ պարզապես լուռ է մնում, բայց քանի որ դուք հարց եք տվել, թե որն են այդ փոփոխությունները, որոնք պահանջվում են Բաքվի քարոզիչների կողմից Հայաստանից եւ Թուրքիայից նաեւ այդ պահանջների ցանկը մոտավորապես այսպիսին է։ Ցեղասպանություն, Արցախ, սահմանադրական փոփոխությունները այդ հարցերով, անկլավների հանձնումը, իրականում իրենք պատրաստում են փաստորեն Հայաստանի այնպիսի կարգավիճակ, այդպիսի քաղաքական իրավիճակ, որ Հայաստանը մնա մեկուսացված եւ որպիսի պատրաստվեն պլացդարմներ հաջորդ քայլի համար։ Հաջորդ քայլը իրենք փորձելու են արդեն անել Հայաստանի պետականություն քանդման, խարխլման ուղղությամբ։ Շարունակելով Միրզոյանի հայտարարությունները, Հայաստանի արտգործնախարարը հաստատում է իր հարցազրույցում, ասում է, այո, Ռուսաստանից եւս կան հիբրիդային սադրանքներ։ Դուք ինչպես եք սա մեկնաբանում, երբ որ արդեն արտգործնախարարի մակարդակով է, հա, դա արձանագրվում։ Ես զարմացա, երբ որ մենք խոսում ենք անզուսպ արձագանքների մասին։ Ասում է հիբրիդային սպառնալիքներ եւս Ռուսաստանից կան, սա դրանք չի ասում, սպառնալիք է ասում։ Այո։ Բանն է, որ դա ասում է Եվրոպայում եւ ասում է ներքին լսարանի համար, բայց Մարիա Զախարովան օրինակ շատ հետաքրքիր պատասխան տվեց։ Նա ասաց, ես չեմ հասկանում, ինչ հիբրիդային հարձակումների մասին է խոսքը եւ ինչու օրինակ մարդիկ, ովքեր հայ-ռուսական հարաբերությունների խորացման եւ ամրապնդման ջատագովն են այստեղ ձեզ մոտ ձերբակալում են, եթե Նիկոլ Փաշինյանը, եւ դա ամենակարևորն է Մարիա Զախարովայի ասացի մեջ, ինքն է առավոտից երեկո խոսում տնտեսական, քաղաքական, գաղափարական, ել չգիտեմ ինչ ռազմական է, որտեղ հապկից դուրս չեն գալի ռուս-հայկական կապերի ընդլայնման մասին։ Եվ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է Ռուսաստանին մասնակցել երկաթուղային գծի արդիականացման, նորոգման, կառուցման մեջ, եւ դա արվել էր իմիջիալոց անմիջապես Վաշինգտոնից վերադառնալուց հետո։ Այսինքն այս կեղծավորությունը ակնհայտ է եւ ռուսները տեսնելով դա փաստորեն բացահայտում են Փաշինյանի կառավարության կեղծ օրակարգը։ Իրականում եթե Երևանը իսկապես ցանկանար պաշտպանվել ռուսական ոչ հիբրիդային, այլ ցանկացած բոլոր զանգվածային ազդեցությունից, դա պետք է սկսվեր եթերը փակումից, ռուսական եթերի, որը անխոչնդոտ սփռվում է այստեղ, Ռուսաստանի բացարձակ տնտեսական գերակայությունից, մեր հանքերի, ֆինանսական համակարգի, բանկերի, քաղաքական դաշտի, մամուլի եւ բազմաթիվ այլ ոլորտներում, ԱԱԾ-ից մինչև գլխավոր շտաբ, մինչև բանակ, մինչև կառավարություն, մինչև ազգային ժողով, այդ պայմաններում խնդրել Եվրոպային օգնություն, դա այդքան ծիծաղել է, որ Եվրոպան գրեթե Պարոն Խզմայլյան, բայց Նիկոլ Փաշինյանն օրինակ չի ասում, որ մենք պետք է միութենական պետություն ստեղծենք Ռուսաստանի հետ, բայց շատ շնորհակալ ենք, որ գոնե դա չի ասում, դա իր փոխարեն ասում են ուրիշները, բայց նա չի ցանկանում միութենական պետություն ստեղծել։ Եվ Ռուսաստանը հիմա վաղուց այդ միութենական պետության գաղափարը թողել է։ Ռուսաստանին Հայաստանը, ինչպես եւ Վրաստանը, պետք է հենց այսպիսին գորշ գոտում գտնվող ռուսական փողից օլիգարխներին կերակրելով եւ ոչ մի դեպքում Եվրոմիության չանդամակցող երկու պետություն, որոնք խարխլվում են ռուսական եւ թուրքական հատուկ ծառայությունների, կապիտալի եւ այլ
ներ ներքին փտության պատճառով, որը թույլ են տալիս սկզբից վրացիները, իսկ հիմա նաև հայկական իշխանությունները իրեն գնում են նույն ճանապարհով։ Պարոն Խզմայելյան, այնուհանդերձ Ռուսաստանից ինչ հիբրիդային սպառնալիքներ կան ըստ ձեզ։ Ռուսաստանի մոտեցումը պարզ է, դա Կիրիենկոյի նախագիծն է, Կիրիենկոն շուտով ասում են այցելելու է Հայաստան, ստուգելու այդպես է, ինչպես իրենք ցանկանում են ամեն ինչ, թե ոչ։ Նրանք պայմանավորվել են, որ օգնելու են Փաշինյանին, համենայնդեպս չեն խանգարելու նրան օգտագործելու ադմինիստրատիվ ռեսուրսը եւ կարգապահություն են պահանջելու իրենց կողմից լիովին վերահսկվող մյուս կուսակցություններին եւ շարժումներին, որոնք մասնակցելու են ընտրություններին։ Դրանք պետք է անպայման լինեն ըստ Կիրիենկոյի պլանի ազգային ժողովում, բայց մի քիչ ավելի փոքր ներկայացված լինելով, քան Փաշինյանը։ Դա է Փաշինյանի եւ Պուտինի պայմանավորվածությունը, որը կոչվում է Կիրիենկոյի պլան։ Այդպես որ այդ բոլոր խոսակցությունները դա ինչպես ասում են, թոս փչոց է մեր միամիտ բարի ժողովրդի աչքերին։ Այսինքն այն կեղծ տեղեկությունները, որը Ռուսաստանից գալիս են ռուսական տելեգրամյան ալիքներով, լրատվամիջոցներով, համապետական դաշնային, ավելի ճիշտ, դաշնային եթերներից են գնահատականները, կարծիքները, որ հնչեցնում են Հայաստանի մասին, հայ ժողովրդի մասին, Ռասիա 24-ը մի 2 տարի առաջ կասկածի տակ էր դնում հայ զինվորի արիությունը, քաջությունը, ասում էր Արցախում չկռվեցին այդ 23 թվականի հարձակումից հետո, այսինքն այդ ամեն ինչը այդպես չի տեղավորվում այդ ռուսական հիբրիդային սպառնալիքների տակ եւ տեղավորվում է այն, որ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվածություն ունեն, թե տեղերը ոնց է բաժանվելու ազգային ժողովում եւ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ինքն էր հնչեցնում հայոց բանակի թուլության եւ անկարողության այդ սուտը, ասում էր, որ 11000 դասալիկ կա, ես կներեք չեմ սիրում դա հիշատակել, բայց ես պատերազմի մասնակից եմ եւ բանակի վրա, հայ զինվորի վրա գցել այդ մեղքը, այն որ հանձնվել են տարածքներ, որտեղ ոչ ռուսի, ոչ թուրքի ոտը չէր կանգնել, Մարտակերտը, Քարվաճարը, դա այդքան սարսափելի ստորություն է, որ պետք չէ հիշել, թե ինչ է գրել Ռասիա 24-ը, որը ես կամ դուք կամ հայերի մեծամասնություն չեն նայում, բայց մենք գիտենք, թե ինչ էր ասվում ԿՊ-ի կողմից, Փաշինյանի կողմից անձամբ, այդպես որ պետք չէ փնտրել ուրիշի աչքի մեջ փոշի, երբ որ փոշուհատիկ, երբ որ մի գերան կա մեր աչքում, եւ այստեղ ռուսները իհարկե շարունակելու են ճնշումը, որ Փաշինյանը, ինչպես ասում են, արխային չլինի, որ ինքը միշտ զգա, թե որտեղից է ուժը գալիս, փողը գալիս, որտեղից պետք է վախենալ։ Եվ նա պետք է մնա վախեցած։ Ահա ինչու ժամանակ առ ժամանակ եւ Բաքվից, եւ Մոսկվայից, եւ Անկարայից լսենք նման ապտակներ, նման սպառնալիքներ հնչում են։ Բայց հիմնականում պայմանավորվածությունը այն է, որ առաջիկա կես տարում հիմնականում նրան օգնելու են, որովհետեւ ոչ Պուտինը, ոչ Էրդողանը, ոչ Ալիևը բնականաբար նման իշխանության մասին երազել չէին կարողանա։ Սամվել Կարապետյանը պակաս Վլադիմիր Պուտինի հրահանգները կկատարի։ Վլադիմիր Պուտինի հրահանգները կատարում է Փաշինյանը եւ դա է այն Չէ, խնդիրը, որ դուք ասում եք ամեն ինչ կանի, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, բայց նա օրինակ Սամվել Կարապետյանի վրա, ասենք, ավելի շատ լծակներ ունի, այդ մարդու ունեցվածքը Ռուսաստանում է եւ օրինակ, եթե վերցնենք, որ նման բան կա, որ կառավարում են հրահանգներ են տալիս, այդ տեսանկյունից Սամվել Կարապետյանն ավելի խոցելի է։ Նիկոլ Փաշինյանը ես բազմիցս բացատրել եմ իմ տեսակետը այդ վերաբերյալ։ Եվ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը եւ Արա Աբրամյանը եւ բազմաթիվ այլ մարդիկ շատ ավելի նվիրված են Պուտինին, բայց խնդիրը այստեղ նվիրվածության աստիճանը չէ։ Խնդիրն այն է, որ Փաշինյանի օրոք
Ռուսաստանը ոչինչ պարտավոր չի անել Հայաստանում։ Իրենց այս իրավիճակը լիովին բավարարում է, որտեվ եթե բերեն Կարապետյանին դա ահռելի ու համեմատաբար մեծ գումարներ է պահանջում, համատարած ջանքեր, ընտրակաշառքներ, միգուցե չգիտեմ, մի խոսքով դա գլխացավանք է, որի ժամանակը, փողը, հավեսը Այսինքն Պուտինը չունի, նրան Փաշինյանը կարողանում է առանց ընտրակաշառքի ընտրվել։ Ձեր ասածից դա է ստացվում։ իսկ ինչ են, եթե ոչ ընտրակաշառք, Ադրբեջանից բերած բենզինը կամ ռուսական ցորենը, 4-րդ կարգի որ Դուք չեք անասանքերը։ ուզում Դա եւ դա բերում են, լցնում են ձեր մեքենայի բակի մեջ, ձեր կամքին ես հակառակ։ ես չեմ լցնում իմ Ահա։ մեքենան այդ Դե ով բենզինով, կուզի կլցնի, ով չուզի չլցնի, դրա բայց ընտրակաշառքը ո՞րն է։ տեսեք, այստեղ շատ կարևոր թեմա է, մենք այստեղ մտնում ենք մի շատ վտանգավոր դաշտ։ Բանն այն է, որ Փաշինյանը եւ ԿՊ-ը, խոսենք ԿՊ-ի մասին, հիմնական նպատակն է դա ապականել, բարոյազրկել, սրբապղծել այն ամենը, ինչին հավատում է հայ ժողովուրդը, ինչը մնում է մեր ազգային արժանապատվության առանցքը, եւ այդ գայթակղությունների մեջ մտնում է եւ ադրբեջանական բենզինը, որովհետեւ դա ստորացնում է ազգին։ Ադրբեջանցիները ծիծաղելով քննարկում են, թե 100 դրամով հայերը պատրաստ են ծախել եւ Արցախը եւ մոռանալ այն եւ պատերազմի զոհերը եւ բոլոր մնացած պահանջները։ Իրենք 100 դրամի դիմաց, այսինքն դա է կազմում շուկայական տարբերություն ադրբեջանական եւ բուլղարական կամ ռումինական բենզինի, որը մինչեւ հիմա բերում էին Հայաստան, որտեվ դա ուղիղ Ռուսաստանից չէր գալիս էր տարբեր երկրներից, Բուլղարիայից, Ռումինիայից, անգամ Մալտայից էր գալի, մինչեւ 2023 թիվը, մինչեւ 25% գալիս էր Իրանից։ Բայց տեսեք, որ հիմա Ադրբեջանից են գալիս եւ Պուտինի խնդրանքով Վրաստանը այս անգամ չվերցրեց փող, ահա ինչու է բենզինը այդքան էժան, այսինքն դա ուղիղ կաշառք է, որը ռուս-ադրբեջանա վրացական այս 3 գումարած 3-ի մասը անում է հայ ժողովրդին փչացնելու համար։ Տեսեք, պարոն Խզմայլյան, գուցե լայքերի եւ սրտիկներ հավաքելու տեսանկյունից հիմա արդիական է ասել, ես չեմ օգտվի ադրբեջանական որևէ ապրանքից եւ այլն, գուցե այդ պայն այդ հայտարարողի անունել թուրքական վայկիկի ջինս լինի, բայց այնուհանդերձ այս էմոցիոնալ մասը, որ մի կողմ ենք դնում, ի վերջո պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական առևտրային կապեր հաստատվեն, թե ոչ, եթե ոչ, ապա այս թրիփ, մրիփ, այս ամեն ինչը ինչի համար են, եթե պետք է ճանապարհները բացվեն ու ապրանքաշրջանառություն չլինի երկու եւ ավելի երկրների միջեւ։ Հայաստանի ապրանքաշրջանառությունը պետք է զարգանա այն երկրների հետ, որտեղից մենք կարող ենք ստանալ բարձր տեխնոլոգիաներ, կրթություն, օրենք, մարդու իրավունքներ, արժեքներ, դրանք են ըստ ավանդույթի, որը հարյուրավոր եւ հազարավոր տարիներով ամրապնդվել մեր կյանքում, մեր պատմության մեջ, մեր աշխարհընկալման մեջ, դրանք եվրոպական երկրներ են։ Հայաստանը պատկանում է եվրոպական քաղաքակրթությանը, քրիստոնեական քաղաքակրթությանը, եւ այն, որ Փաշինյանի թիմը հիմա փորձում է դա փոխանակել 100 դրամով ավելի էժան բենզինով կամ թուրքական ջինսերով, ինչպես դուք ասացիք, սա Այսինքն ներողություն, ձեր դիրքորոշումն է, որ մենք պետք է Ադրբեջանի հետ առևտուր չանենք, Թուրքիայի հետ էլ սահմանափակենք, զրոյացնենք։ Ոչ, ես դա չեմ ասում։ Ես պարզապես ցույց եմ տալիս, որ մենք հրաժարվում ենք, այդպես է ստացվում, եվրոպական զարգացումներից։ Մենք չենք գնում Եվրոպա, որտեղ մեզ սպասում են, հեճուկս նրան, ինչ ես անընդհատ լսում եմ, Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում։ Ես հոգնել եմ արդեն հիշատակելուց ՊԱՍԵ-ի ԵԽԽՎ-ի քվեարկությունը 504 ձայնով 4-ի դեմ, որը հրավիրում էր Հայաստանին ներկայացնել այդ չարաբաստիկ հայտը, մեզ դա
դրանում ոչ մի առաջընթաց չկար 2025 թվականի մարտի 26-ից հետո, երբ օրենքը ընդունվեց, ընդհակառակը Հայաստանին իշխող քաղաքական թիմը քաշում է դեպի Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Շտոս, եւ այստեղ խնդիրն այն է, որ մենք դիվերսիֆիկացիա չենք կարող անել այստեղ։ Ես չէ որ պետք է հիշեցնեմ, դա ասում են եւ եվրոպացիները, եւ ռուսները, որ Եվրամիությունը եւ Եվրազեսը, Եվրամիությունը եւ ՏՕՍ-ը, Եվրամիությունը եւ BRICS-ը, առավել եւս Եվրամիությունը եւ թուրք-ադրբեջանական դաշինքը անհամատեղելի են։ Ինչու Թուրքիային տասնամյակներով չեն վերցրել եւ երբեք չեն վերցնի Եվրամիություն։ Ինչու հենց հիմա անգամ Իսրայելը սկսում է հակաթուրքական քաղաքականություն Հունաստանի եւ Կիպրոսի դեմ։ Ես չեմ առաջարկում զինվել հիմա Թուրքիայի դեմ։ Ես պարզապես ասում եմ, որ մենք ունենք այլընտրանք քաղաքական, բարոյական, տնտեսական եւ մեզ զրկում են։ Պաշինյանը փորձում է զրկել մեզ այդ հարցին նաև մեկ այլ կողմից նայենք։ Ինչու իշխանությունները չգնացին այն ճանապարհով, որ գերիներին վերադարձնեն, օկուպացված տարածքից ադրբեջանցիներին հեռացնեն, նոր սկսեն այս առևտուր եւ այլ մնացած գործողությունները։ Ինչու Հայաստան իշխանությունների համար սա առաջնային ու կարևոր չի եղել։ Հետաքրքիր է, որ դուք դա ինձնից եք ուզում իմանալ։ Ես էլ եմ ուզում իմանալ դա, բայց այնպես չէ որ հասկանալի, որ չեմ հասկանում։ Դուք էլ եք երևի հասկանում։ Սա մտնում է հենց այն ապականման սրբապղծության եւ քայքայման քաղաքականության մեջ, համաձայն որի Հայաստանը այլևս չպետք է լինի այն, ինչ կար։ Նրանք ստեղծում են այն, ինչ իրենք անվանում են չորրորդ հանրապետություն։ Դա մի մոնստր է, առանց հիշողության, առանց պատմության, որը ստեղծվել է 2018 թվականին, որի պատմությունը այնպես է ստեղծվում, որը չունի երազանք, որը չունի բարոյականություն, որտեղ իշխում է գավառականի քաղքենու դախլչու փիլիսոփայությունը, որտեղ չկա ազնվականություն, որտեղ չկա արժանապատվություն, որտեղ մեր հերոսները չկան։ Ով են չորրորդ հանրապետության հերոսը, հարկ տվողը, տուգանվողը, ինչու նրանց պետք չեն գերիների ազատագրումը, նրանց պետք չէ այդ ամենը։ Այնինչ իրենց պետք է դա ադրբեջանական բենզին լցնող, անասնակեր ծամող, լռող, հրճվող մի բիոմասա, զանգված։ Մենք դա թույլ չենք տա։ Դա տեսակների կռիվ է։ Ազնվական Հայաստանը կես տարի անց կռվելու է այս քաղքենի Հայաստանի հետ։ Եթե մենք պարտվենք, մենք որպես Հայաստան այլևս չենք մնա։ Դա լինելու է ռուս թուրք-ադրբեջանական մի բանտուստան, մի գաղութ, որից շատ շուտով ոչինչ չի մնա։ Ինչու մենք կռվելու ենք այնպես ինչպես կռվում ենք Արցախյան պատերազմների ժամանակ։ Շնորհակալություն, պարոն Խզմալյան, հարցազրույցի համար։ Շնորհակալություն, պարոն Կիրակոսյան։